Ընտրություններից առաջ Հայաստանը Եվրամիությունից աջակցություն է խնդրել։ Դուք գիտեք, որ Հայաստանում մյուս տարի ընտրություններ են, եւ մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ, խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային։ Հայաստանի նման առաջարկը պետական դավաճանություն է որակել ՀԱԿ փոխնախագահը։ Նրա խոսքով Փաշինյանը ներքաղաքական պայքարում հաղթելու համար կեղծ մեղադրանքներ է ներկայացնում ամբողջ ընդդիմության դեմ։ Փաշինյանը փաստորեն իր բոլոր ընդդիմախոսներին հայտարարում է Ռուսաստանի կողմից վարվող հիբրիդային պատերազմի զինվորներ եւ Եվրոպայի աջակցությունն է խնդրում նույնպիսի հակաժողովրդավարական գործողությունների համար։ Կալասը նշում է, աջակցություն տրամադրել այնպես, ինչպես տրամադրել ենք Մոլդովային։ Իսկ ինչ աջակցություն է ցուցաբերել Եվրամիությունը Մոլդովային։ Եվրամիությունը Մոլդովային քաղաքական եւ դիտորդական աջակցություն է ցուցաբերել, ֆինանսական մեծ ներդրում ունեցել։ Լևոն Զուրաբյանն էլ նշում է, երկու կուսակցության ուղակի դուրս են նետել ընտրությունից, իսկ ընտրության արդյունքը որոշվել է Եվրոպական միության երկրներում ապրող մոլդովացիների աննախադեպ ակտիվ քվեարկության շնորհիվ։ Արթուր Խաչատրյանն էլ նշում է, Հայաստանի գործող իշխանությունն ամեն ինչ անում է 2026-ին վերընտրվելու համար։ Հայաստանի իշխանությունը Նիկոլ Փաշինյանը մի ակնկալիք ունի՝ մնալ իշխանության եւ պատրաստ է դիմել ցանկացած մեկին, Ալիևից սկսած իդեպ։ Հիմա ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում մանավանդ Եվրոպական միության եւ Ռուսաստանի միջև հարաբերությունների սրման այս պայմաններում ակնհայտ է, որ Եվրոպական միությունը կցանկանար օգտագործել Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանը հիբրիդային պատերազմի դեմ տարվող պայքարի համար է աջակցություն խնդրել Եվրամիությունից, նշում է Ռուբեն Ռուբինյանը։ Եվրամիության գործիքակազմի փորձի փոխանակման կարիք ունի Հայաստանը, նշում է ԱԺ փոխնախագահը։ Տեսնում ենք հավանականություն, որ կարող է լինել միջամտության փորձ եւ այդ միջամտությունը կանխելու մեր գործիքակազմը մեծացնում է։ Որտեղից միջամտության փորձ, օրինակ Եվրամիությունից ասում են Ռուսաստանից, կիսում եք իրենց։ Ես չեմ լսել իրենք այդպիսի բան։ Մամուլը բացել կարդալ է պետք, որտեղ ապատեղեկությունները, կեղծիքը շատ են, կարծում է Արման Եղոյանը։ Պատգամավորը նշում է, հիբրիդային պատերազմ վարող կողմին ձեռնտու չի լինելու այդ գործիքակազմը։ Իսկ ինչպես են որոշելու, թե ով է վարող կողմը, երբ իշխանականներն ընդդիմադիր լրատվամիջոցների տեղեկություններն են կեղծ համարում, ընդդիմադիր գործիչներն էլ իշխանական լրատվամիջոցներին է։ Եղոյանը լուծում է առաջարկում։ Մարդու ունի բանականություն, մարդու ունի տրամաբանություն, մարդու ունի միտք, մարդու ունի վերլուծական ունակություն, կարող է բացել եւ տեսնել։ Տարբեր ուղղություններով Հայաստանի դիմակայության բարձրացման, այդ թվում հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ Հայաստան-Եվրամիություն գործակցությունը շարունակական է եւ նոր չի սկսվել։ Armenpress-ի հետ զրույցում ասել է արտգործնախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Բացառություն չէ ընտրական գործընթացները ժողովրդավարական չափանիշներին համահունչ ապահովելու ճանապարհին հնարավոր հիբրիդային սպառնալիքներին հակազդելու նպատակով փոխգործակցությունը ԵՄ աջակցությունը հաշվի առնելով այս ուղղությամբ ԵՄ ու անդամ երկրների փորձն ու գործիքակազմը։ Եվրամիությունից աջակցություն խնդրելն է իշխանությունը ներկայացնում է որպես ժողովրդավարության պաշտպանություն։ Ընդդիմությունը ներքաղաքական պայքարում արտաքին ուժ ներգրավելու փորձ։ Նախընտրական շրջանն ու ընտրության օրը պարզ կլինի Եվրամիության աջակցությունը ծառայել է ժողովրդավարությանը, թե դարձել իշխանության վերարտադրության գործիք։ Անիա Բաղյան, Մեհեր Դավթյան, Անդրանիկ Մասուրյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։